Ինչ կյանքով է ապրում թմրամոլը։ Եթե թմրանյութ չի ընդունում, լոմկի մեջ անգնում։ Եվ այդ պահին ամեն գնով ինքը պիտի թմրանյութ վերցնի եւ օգտագործի։ Ամեն գնով կմեռնի, եթե չօգտագործի։ Օգտագործելուց անմիջապես հետո ունենում է թեթևության եւ հանգստության երանելիության զգացում։ Բայց հենց ազդեցությունը անցնում է, հայտնվում է շատ ավելի վատ վիճակում եւ նորից պիտի դոզան ընդունի։ Վարկ վերցնողները ապրում են նույն տիպի կյանքով։ Վարկ վերցնողների համար թմրանյութի դերը կատարում է փողը։ Այդ պահին իրան շտապ փող է պետք, եթե փող չունենա, մեծ խնդրի մեջ կհայտնվի։ Եվ փոխանակ իրական լուծումներ փնտրելու մարդը ընտրում է թմրամոլի վարկը, գնալ եւ վերցնել բարձր տոկոսներով սպառողական վարկ։ Այդ պահին, այդ վարկը վերցնելու պահին մարդը ունենում է թեթևության, երանության զգացում։ Գնում է իր բոլոր խնդիրները լուծում է։ Բայց հենց գալիս է տոկոսները վճարելու եւ մայր գումարը վճարելու ժամանակը, մարդը ընկնում է շատ ավելի մեծ խնդրի մեջ, որտեղ հասկանում է, որ հիմա պետք է շատ ավելի մեծ ջանքեր ծախսի, որ այդ վարկի տակից դուրս գա։ Երբ որ դուք հասկանաք, որ վարկ վերցնելով ձեր կյանքի տրամաբանությունը նման է թմրամոլի կյանքի տրամաբանության, որը խնդիր չի լուծում։ Ինքը լոմկի մեջ է, բայց ինքը խնդիր չի լուծում, ինքը չի մտածում գնա, բուժվի, հասկանա այդ լոմկի պատճառը։ Հասկացեք, դուք երբ որ չունեք փող կամ թմրամոլ եք լոմկի մեջ եք, դա պատճառ ունի, դրա լուծումը վարկ վերցնելը չի, դրա լուծումը նոր դոզա ընդունելը չի։ Ամեն անգամ նոր դոզա, նոր վարկի չափաբաժին ընդունելով, դուք ավելի ու ավելի խորացնում եք խնդրեմը։ Մի հատ մտածեք, եթե դուք ունեք այսքան խնդիր օրինակ, միթե դա պատճառը, որ դուք այդ խնդիրը դարձնեք այսքան, հետո ավելի մեծ, հետո ավելի մեծ։ Եվ մինչև այն պահը հասնի, որ եթե թմրամոլ եք ընկնեք ֆիզիկապես մեռնեք, եթե վարկ եք վերցնում ֆինանսապես մեռնեք։ Որն է լուծումը։ Ֆինանսական կրթություն։ Դուք պիտի հասկանաք, որ եթե դուք փող եք, մանավանդ եթե դուք փող եք վաստակում, բայց անընդհատ փողի պակաս ունեք, դրա պատճառը աշխարհը չի, դրա պատճառը ուրիշ մարդիկ չեն, դրա պատճառը պետությունը չի, դրա պատճառը ձեր իրականությունն է, այսինքն ձեր ընկալումը իրականության մասին, ձեր ընկալումը, թե ինչի համար է նախատեսված փողը։ Գիտեք ինչքան մարդ կա, որ ձեզնից 2 անգամ պակաս է վաստակում, բայց հիմա ձեզնից շատ փող ունի։ Չէ՞ որ դա հնարավոր է։ Իսկ միգուցե դուք ձեր փողը ծախսում եք, ասենք, մարդկանց վրա տպավորություն թողելու համար։ Մի հատ մտածեք, գրի առեք ձեր ծախսերը եւ տեսեք այդ ծախսերից քանի տոկոսն է, որ դուք ծախսել եք, որպեսզի ձեր հարևանի, ձեր ընկերոջ, որևէ մեկի վրա ազդեցություն թողեք։ Կարող է պարզվի, որ ձեր ֆինանսական խնդիրները լուծելը շատ ավելի հեշտ է, քան ձեզ է թվում։ Բայց ինչ էլ պատահի, վարկ վերցնելը թմրամոլություն է։